Չինական օրացույցի համաձայն 2026 թվականը հերե ձիու տարի է։ Մեզ համար սա նշանակում է միայն մեկ բան՝ տեմպը կլինի նույնքան խելահեղ, որքան օձաձև ճանապարհներով վարելը, եւ կա բավարար էներգիա եւս 3 ջրվեժ կառուցելու համար։ Խոյ, տարվա կարգախոսը։ Ես տեսնում եմ նպատակը, ես չեմ տեսնում որևէ խոչընդոտ, նույնիսկ եթե դա լավաշի հերթ է։ Ձեր էներգիան կհեղեղվի, 2026 թվականին դուք կդառնաք իսկական առաջնորդ։ Կարիերա։ Ակնկալեք պաշտոնի բարձրացում, ձեր ղեկավարը վերջապես կհասկանա, որ դուք ուժ եք, որի հետ պետք է հաշվի նստել։ Անձնական։ Եթե դեռ չեք ամուսնացել, պատրաստվեք, աշունը ձեր նշանադրության երեկույթին կբերի խորովածի հոտ։ Ցուլ։ Տարվա կարգախոսը։ Չկա այնպիսի բան, ինչպիսին է չափազանց շատ փող, միայն չափազանց քիչ գրպաններ։ Տարին կբերի ֆինանսական կայունություն, դուք կգրավեք փողը ինչպես մագնիսը, դրամը դրամի դիմաց, դոլարը դոլարի դիմաց։ Խորհուրդ. ներդրումներ կատարեք անշարժ գույքի կամ հողի մեջ։ Բախտ. լավագույն գործարքները կկատարվեն հունիսին, մի բաժակ ճահճային թեյի շուրջ։ Երկվորյակներ. տարվա կարգախոս։ Գնացեք ամենուրեք՝ Երևան, Շիրակ, Լոս Անջելեսում ձեր մորաքրոջը այցելելու։ Սա շփման և ճանապարհորդության տարի է։ Դուք կլինեք ցանկացած երեկույթի կյանքը և ամենապահանջված թամադան բոլոր ընտանեկան տոնակատարությունների ժամանակ։ Անակնկալ. հին ընկերը ձեզ կառաջարկի հիանալի բիզնես գաղափար։ Ընդունեք այն։ Խեցգետին. տարվա կարգախոս։ Տունը այնտեղ է, որտեղ տոլմայի լիքը կաթսան միշտ սպասում է ձեզ։ Ձեզ համար 2026 թվականը կլինի ընտանիքի և հարմարավետության տարի։ Շատ խեցգետիններ կորոշեն ընդլայնել իրենց բնակելի տարածքը կամ համալրել ընտանիքը։ Առողջություն։ Ավելի շատ ժամանակ անցկացրեք Սևանում հանգստանալով։ Ձեր նյարդերը պողպատից չեն, և մեզ դուք առողջ եք պետք։ Առյուծ։ Տարվա կարգախոս։ Դու թագավոր ես, պարզապես թագավոր։ Եվ մի վիճիր ինձ հետ։ Ձեր հեղինակությունը կբարձրանա, բոլորը կգան ձեզ մոտ խորհուրդ հարցնելու։ Հաջողություն։ Օգոստոսին դուք կհայտնվեք ուշադրության կենտրոնում։ Սա իդեալական ժամանակ է ձեզ աշխարհին կամ գոնե ամբողջ Ինստագրամին ներկայացնելու համար։ Կույս։ Տարվա կարգախոսը մաքուր միտքը նշանակում է մաքուր դրամապանակ։ Դուք այս տարի կլինեք ամենախոհեմ նշանը։ Մինչ բոլորը վազվզում են, դուք հանգիստ հաշվում եք ձեր շահույթը։ Աշխատանք։ Ձեր վերլուծական հմտությունները կօգնեն ձեզ խուսափել խոշոր բիզնես սխալից։ Ձեր ընտանիքը կհպարտանա։ Կշեռք։ Տարվա կարգախոսը աշխատանքի և հաճույքի միջև հավասարակշռությունը գտնվել է։ Սա ներդաշնակության տարի է։ Դուք վերջապես կդադարեք կասկածել և կարևոր քայլ կանեք։ Սեր։ Միայնակ կշեռքները կհանդիպեն իրենց ճակատագրին այնտեղ, որտեղ ամենաքիչն են սպասում, գուցե օդանավակայանում հերթում։ Կարիճ։ Տարվա կարգախոսը ես բոլորի միջով եմ տեսնում, բայց լռում եմ, որովհետև լավ դաստիարակված եմ։ Սա ինտուիցիայի տարի է։ Դուք կզգաք օգուտները մղոն հեռավորությունից։ Զգուշացում. մի ներգրավվեք արկածների մեջ այն մարդկանց հետ, որոնց չեք ճանաչում ավելի քան 10 տարի։ Լսեք ձեր սրտին։ Աղեղնավոր։ Տարվա կարգախոսը կյանքը արկած է, և ես հերոսն եմ։ Ձեզ գրավում են էքստրեմալ սպորտաձևերը և նոր փորձառությունները։ Դուք կարող եք որոշել սովորել 5-րդ լեզու կամ տեղափոխվել մեկ այլ քաղաք։ Բախտ։ Աստղերը խոստանում են ձեզ խոշոր շահում կամ անսպասելի նվեր տարեց ազգականից։ Այծեղ ջուր։ Տարվա կարգախոսը դանդաղ, բայց հաստատուն, ես նվաճում եմ Արարատը։ Ձեր քրտնաջան աշխատանքը վերջապես եռակի կարդարանա։ 2026 թվականը ձեր հաղթանակի տարին է։ Կարիերա։ Դուք կհասնեք նոր մակարդակի, մրցակիցները նյարդային ծխելով կհետևեն ձեր հաջողություններին։ Ջրհոս։ Տարվա կարգախոսը ստեղծագործությունն իմ երկրորդ անունն է։
Դուք կմտածեք մի բան, որը կդառնա Երևանի յուրաքանչյուր սրճարանի խոսակցության թեման։ Սա նորարարության եւ նոր գաջետների տարի է։ Բարեկամություն, ձեր ընկերները կդառնան ձեր հիմնական հենարանը։ Կազմակերպեք մեծ խաշի երեկույթ ձեր բոլոր սիրելիների համար։ Ձկներ, տարվա կարգախոսը՝ գնացեք բախտի հոսքի հետ։ Տարին շատ հանգիստ եւ օրհնյալ կլինի ձեզ համար։ Դուք կգտնեք ներքին խաղաղություն եւ ոգեշնչում։ Ստեղծագործություն։ Եթե վաղուց եք ցանկացել սկսել նկարել, երգել կամ գրել, հիմա ժամանակն է։ Աշխարհը սպասում է ձեր գլուխգործոցներին։ Կարևոր նշում. հիշեք, որ աստղերը միայն հուշում են, բայց քաջությունն ու բնավորությունը ստեղծում են արդյունքներ։ 2026 թվականին ձին կնախընտրի նրանց, ովքեր քաջ են, ազնիվ եւ հարգում են իրենց մեծերին։